ձեզ հարգելի հետևորդներ, դուք Լավրա Մամյանի YouTube-յան ալիքում եք, ես այսօր պիտի պատրաստեմ խուրմայի կամ կարալյոկի, ինչպես ավելի ընդունված է ասել, ճիր և ցույց կտամ ընդհանուր պատրաստման եղանակը։ Առաջին հերթին լվացել եմ և վերցրել շատ ավելի խոշոր, ուզում եմ պատկերացում ունենաք չափի համար։ Չափը իհարկե կարևոր չի, բայց ես ուղղակի նախընտրում եմ մեծ չափսի պտուղը։ Ուրեմն սկզբի համար հեռացնում ենք այս պտղակոթի մոտի տերևիկները։ Անպայման վերցնում ենք կարալյոկներ, որոնք կունենան պոչիկներ։ Եթե պոչիկից զրկված կլինի, այսպիսի մի ատամի չոփիկներով խրում ենք ներսը և դրանց հանգույց ենք անում և կապում ենք։ Եվ հիմա պիտի ուղղակի մաքրենք։ Ես նախընտրում եմ այս քերիչները, համաչափ են մաքրում և գեղեցիկ։ Հեռացնում ենք նաև այստեղ մնացած կեղևի հատվածը։ Աշխատում ենք վերցնել ոչ շատ հասուն պտուղ և որպեսզի ինքը վնասված մասեր չունենա։ Իսկ սրանք ուղղակի ինչ-որ կան այս ամեն ինչի իր ներսի գույներն են։ Մենք պիտի սա ամրացնենք թելով, վերցնում ենք ամուր թել, մի հատ այսպես հանգույց ենք անում, կապում ենք, հնարավորինս ամուր կապում ենք, երկու կողմից կապում ենք, ամեն մեկը մի ծայրից և պիտի ընկղմենք եռացող ջրի մեջ, բայց կասեմ թե ինչ բաղադրությամբ։ Ես երկու հատը ցույց կտամ ձեզ և չեմ ձանձրացնի, վերջում արդյունքը ցույց կտամ նկարով։ Այսպիսի մի բան ենք ստանում և պիտի հիմա դնենք եռացող ջրի մեջ։ Դրա համար ուրեմն սկզբի համար մենք վերցնում ենք, ես վերցրել եմ դարչինի փայտիկները, աղացած չեմ անում, մի քանի մեխակ, բայց սա անընդհատ պետք է ավելացնենք և պիտի դնենք մեկ ճաշի գթալի չափ շաքարավազ, կարող եք ցանկացած համեմունք դնել, օրինակ ես սիրում եմ նաև վանիլ, կավելացնեմ մի քիչ վանիլ, և եռացող ջուրը պիտի լցնենք, երբ որ կեռա, արդեն այսպես պետք է իջեցնենք ջրի մեջ, մինչև այդ ուրեմն անելու ենք շատ կարևոր մի պրոցես, վերցնում ենք և ուղղակի ծակծկում ենք այսպես։ Իհարկե միշտ չի որ ծակում են, ասեմ ձեզ, բայց երբ որ չգիտեմ, երևի մեծ քանակությամբ անում են, չեն ծակում կամ գուցե և ծակում են, շատ տեղեր չեմ տեսել, բայց ես այսպես եմ անում։ Կարող եք որպես համեմունք վերցնել նաև հիլ, ինչ որ նախընտրում եք, ինչ որ սիրում եք, ինչը ձեր քիմքին ավելի հաճելի է։ Արդեն ջուրը եռած, պատրաստ է, մենք այստեղ թողնենք մի քիչ թող եռահամերը խառնվի, թողնենք կարալյոկի համար։ Չգիտեմ կարալյոկ կանվանեք, թե խուրմա կանվանեք, իհարկե երկու տեսակից էլ պատրաստվում է։ Ուզում եմ մի բան պատմել, մեր ընտանիքի լավ բարեկամներից մեկը, Արամը, մեր տանը հյուր էր, մեր ընկերը, և ճաշում էինք, երբ որ հասանք արդեն մրգին, խոսակցություն գնաց խուրմա, կարալյոկ, բանիկ, ասաց դե են խեղտող է, էլի կարալյոկ, ասեցի չէ խեղտող Արամ ջան, խուրման է, չէ ոնց, ասեց կարալյոկն է խեղտողը, սկսեցինք երկար վիճել, մտանք ինտերնետով նայեցինք, նույնիսկ գրազ եկանք, այսպես ասած, հետո վերջում պարզվեց, որ իսկապես կարալյոկը չխեղտողն է և խուրման է խեղտողը, նրանց հետո ինչքան մենք հանդիպում ենք ասում, բայց նա չհասկացան, կարալյոկն է խեղտողը, թե խուրման։ Մի թող քրել թող այսպես խառնվի։ Ասեմ ձեզ, որ ցանկալի է, որ սա նախապես պատրաստեք, որ այդ համերը խառնվեն։ Ես ուղղակի ուզում եմ արագ ներկայացնել ձեզ, նաև ցույց տալ այդ ընթացքը, դրա համար նախապես չէի արել։ Հիմա սա պիտի ընկղմենք այս եռացող ջրի մեջ, այսպես
թերիկներից բռնած եւ թողնենք մոտ 2 րոպե այսպես եռա։ Ասեմ, որ այս եղանակը նաև օգնում է, որ ինչ-որ ասեմ ամրություն լինի, շերտ առաջանա վերին հատվածում, որպեսզի չպատրվի, որտեղ մենք հետո ունենք գործողություն, ես ձեզ դա ցույց կտամ մի շաբաթ 10 օր հետո, երբ որ մենք պիտի սկսենք իր այդ փափկեցման աշխատանքներ կատարել, այսպես սեղմումներով, իսկ երբ այդ շերտը առաջանում է վերին հատվածում, ավելի լավ է լինում, որպեսզի չպատրվի։ 2 րոպե այսպես պիտի պահենք ներսում եւ հանենք, կախենք։ Հարգելիներս, կարող եք վերցնել շատ ավելի մեծ կաթսա եւ միանգամից մի քանի հատիկով, այսպես, որպեսզի թելերը նաեւ չխառնվեն, ուշադիր անեք այս process-ը, որպեսզի շատ ավելի արագ լինի։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, ահա պատահեց մեկը, որ ոչինչ չունի, բայց քանի որ ինքը շատ հաջող էր, հա իմիջիայլոց նայեք, որ կեսը ոնց որ կարալյոկ է, չխեղտող է եւ մյուս մասը ֆորմանա, այսպես էլ է լինում։ Մի փոքրիկ այստեղ, քանի որ այստեղ կոշտություն ունի, մի փոքր, մի թեթև սենց բացում եմ մկրատով, քիչ, որ շատ լինի, չի կարողանա պահել։ Այս սուր հատվածը հանում եմ, մեկա ինքը կխրվի, էլի, այսպես խրում եմ։ Այստեղ արդեն կարելի է թելիկը կապել։ Արդեն բավական թողնելուց հետո 2 րոպեի չափ հանում ենք, որը փայտիկի վրա այսպես կախում ենք, այսպես տակ-տակ հանում ենք դուրս։ Հարկավոր է չորացնել ուրեմն քամոտ ինչ-որ տարածքում, բաց տարածքում, կլինի դա պատշգամբ, կլինի սեփական տներում կտուր, չգիտեմ, բաց տեղերում եւ հետևել, որպեսզի քամին լինի եւ բորբոսներ չառաջանա։ Որտեղ բորբոսը երբ սկսեց, արդեն բորբոսել է մինչեւ վերջ։ Այսքան է, մինչեւ կհանդիպենք։ Ասել ենք այս մի շարքի վերջը, այս մի շարքը ուղարկենք արդեն մոտ պատշգամբ։ Շարունենք այնպես, որ իրար հատիկները իրար չհպվեն եւ չխանգարեն չորանալուց։ Հիմա սրանք արդեն առանձին են, գոլոշն դուրս են գալիս եւ գնացինք պատրաստելու ենք հաջորդ շարքերը։ Հարգելի հետևորդներ, մեզ մոտ արդեն մոտավորապես 10 օր անցել է եւ մեր ապագա ճիրերը ունեն այսպիսի փափկություն։ Հիմա կատարելու ենք մի շատ կարևոր process, այսպես պետքա իրեն փափկեցնենք։ Այսպիսի շարժում կարող ենք անել, արդեն փափուկ վիճակ է ստեղծվում եւ երբ որ կախվում է, ինք արդեն այս ձևն է ստանում, ծանրությունը իջնում է ներքև, եւ ստանում է գեղեցիկ ջրի տեսք։ Այսպես բոլորը հատ առ հատ պիտի անենք։ Կարող ենք եւ կախած վիճակում, հենց այսպես կախած վիճակում, այստեղ sense ուղղակի կատարել այդ գործողությունը։ Այս արդեն փափկեց։ Շատ ուժեղ չենք անում, նայեք, ուզում եմ մի բան կարևոր բան ցույց տալ, այն որ մենք սկզբում անցքեր արեցինք, այս անցքերի հետ պետքա զգուշ լինենք, որ հյութը դուրս չտա, որովհետև դեռ լիարժեք չորացած չի, կեղևակալված չի, ու որ շատ ուժեղ սեղմենք, այսպես հյութերը դուրս կգա, ցանկալի է, որ հյութը դուրս չգա։ Այսպես շարունակելու ենք բոլորը սեղմրտելով, փափկեցնել եւ վերջ, սա կարևոր մի process է, որ պիտի կատարենք եւ էլի
կախենք դրսում, ես ներս բերեցի, որպեսզի անեմ, ցանկալի է որ լինի քամոտ տեղ եւ սառը տեղ։ Ոչ մի դեպքում ներսում մի չորացրեք, որովհետեւ ներսում չորացնելուց երբ որ օդ չի խաղում, դրանից կարող է բորբոս առաջանալ։ Այսպես։ Հարգելիներս, մեզ մոտ արդեն կարալյոկը այսպիսի տեսք ունի, արդեն բավական չորացած, չենք թողնում, որ շատ չորանա, այդ տեսեք մի քիչ ինքը փամփլիկ վիճակ է։ Հիմա պետք է այս թելերի հատվածները կտրենք, կարող ենք էս էլ կտրել, բայց սա թող մնա առայժմ ապահովության համար, եւ այսպես շարում ենք էմալապատ ամանի մեջ։ Այսպես կմնա, բայց սառը տեղ պետք է դրվի անպայման, որոշ ժամանակ հետո արդեն այդ սպիտակությունը ակնհայտ կլինի, արդեն կսպիտակի ամբողջությամբ եւ դա կլինի վերջնակարգ արդեն պատրաստ վիճակը։ Ուզում եմ ուղղակի տեսնեք այս փափկությունը, ինքը ոչ թե փուչ վիճակում է, այլ հյութեր այդպես փափուկ վիճակ է։ Եվ շատ համեղ է իհարկե։ Մեկը կտրել եմ, որպեսզի տեսնեք, այսպեսի այսպեսի փափուկություն է ունենում։ Շատ համեղ է, շատ, ուղղակի չեմ կարող էկրանից այն կողմ համը փոխանցել։ Կարծում եմ տեսքն էլ վատը չի, այսպես կշարենք ամբողջությամբ եւ մի քանի օրից հետո ցույց կտամ, որ արդեն սպիտակած վերջնական վիճակն է։ Հարգելի հետևորդներ, արդեն անցել է 2 օր, հոպլա, արդեն սպիտակվելու այդ process-ը սկսվել է։ Եվ չեմ կարծում, թե շատ տևի, այսպես եթե երևում է, արդեն սկսել է սպիտակելու process-ը, ես այն մյուս պարտիան, այսպես ասած, դեռ կախած է ինձ մոտ, բայց սրա ընթացքը արդեն սկսվել է, նայեք, արդեն սպիտակում է։ Մի քանի օրից արդեն լրիվ սպիտակած կլինի եւ պատրաստի ուտելու համար։ Թեև հիմա էլ որ ուտեք, ինքը լիարժեք պատրաստ չի, նա ուղղակի հյուրասիրելու դեպքում մենք սովորենք, չէ՞ որ լինի սպիտակ, ալյուր չենք անում, շաքարի փոշի չենք անում, նախապես էլի ասեմ, որ ուղղակի ինքը պետք է սպիտակի եւ վերջ։